Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, բարև ձեզ Արմինե։ Բարի օր, բարի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Խնդրեմ։ Եվ այսպես, երկու թեմայի մասին շատ ավելի կոնկրետ կխոսենք, Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում է, տեսակ ինչքան է խնդրեցին, աղաչեցին Չարենցյանցիներն, ասեցին, մի արի, հիշում ես, կար ժամանակ, որ ասում են մեր մոտ երկու գաս, հիմա խնդրում են, աղաչում են, էլի ասում են, ինչ կլինի, մի արի երեք իհարկե երկու անգամ ցուցադրեցի, այսօր երևի հարց չկա նորից ցուցադրելու, մի կին էր ուղղակի բառից բուն իմաստով ողբում, անհայտ կորածի մայր էր, 6 տարի էսպես բան, էս տառապանքների էս ողբի էս ցավի մեջ, եւ ուղղակի այդպես այն ինչ որ մենք խոսում ենք տարիներ շարունակ խտացված կերպով ինչ պետք էր այսօրվա իշխանություններին եւ Նիկոլին ինքը ուղղակի ասած այն միակ տեղն է որտեղ ես քիչ թե շատ մխիթարություն եմ գտնում եւ սպասում եմ հույս ունեմ որ այն ամենին որդուն կգտնեն դու բացել ես եւ ինքը ասաց որ ես այն վիճակում որ հիմա ես ուղղակի խնդրում եմ աղաչում եմ վեհապար հորը որ գան մաքրեն, մաքրա եկեղեցին, հիմա դա է, բայց մյուս կողմից էլ հիշեք, որ իրենց սրբազանը ևս տիրադավների մեջ է մտնում, չէ, Կոտայքի սրբազանը դրանց մեջ է, հիմա կարող ենք ընդհանուր արձանագրել, որ մեծ հաշվով Նիկոլին չի հաջողել և հիմա այսպես զբաղված ինչ-որ ծաղրածոական բանջր հայտարարություն, ես պատահական գնամ այս եկեղեցի դեր սուտ դուրս եկա, որտեղ շատ լավ գիտեին, դրանց առաջ փողոցները մաքրել էին, էլի անվտանգությունը լցված էր մեկ օր առաջ, բոլորին կազմակերպված բերել են, չգիտես ինչի ուր որ գնում է ինքը, այդտեղից ոչ մի մարդ չկա, մաքսիմում լինում է մարզպետը, քաղաքապետը, կոմունալի 2-3 աշխատողներով հիվանդ բան էս բան վիճակում տարած, անգամ մանկավարժներ, ուրիշ դրանց են բերում են պարտադիր ուրիշ մարզերից, խնդրեմ խոսել նրա մասին, որ նրան չի հաջողվում, իհարկե մեծամտություն կլինի, լավ էլ հաջողվում է, իհարկե մարդը հատ-հատ տեր-տերներին, դրանք ոչ քահանաներ են, ոչ սուրբ հայրեր են, այլ տեր-տերներ են, որոնք հատ-հատ բան են անում, կոտրվում են ելնելով նրանից, ոչ թե դա ինչ-որ կներեք, ես իմ հեռախոսներ։ Մեր Արմինեն շատ անպատասխանատու է, նորմալ է։ Ես խոստացա, որ կանջատեմ, բայց չանջատեցի։ Որոնք ոչ թե իրանց այդ գաղափարախոսական եւ բարոյական պորտկումներով են առաջնորդվում, այլ տագները այնքան կեղտ ու զիբիլ կա, որոնցով նրանք շատ հանգիստ ենթարկվում են շանտաժի, իդեպ ասած շատ հետաքրքիր բան եմ այն օրը իմացել, որ լուրեր էր պատտվում, որ ցանկացած Նիկոլի կողմացած քահանային կամ հոգևորականին 5 միլիոն դրամ պարգևավճար է հասնում, բայց զավեշտը նկարանում է նրանում, որ այդ ամբողջ ֆինանսական բեռը կրում է հենց ինքը անձամբ կճուան է, այսինքն մարդը սա կյանք կրփել կողոպտել այո, դա նրա պատիժն է։ Հիմա ինքը այդ սա փողերը ծախսում է նրան, որ ուրեմն քահանա առնի հատիկով կամ փնջով այդ ոնց բախտը բերի, բայց ամեն դեպքում այս պատմությունից կճուանը դուրս է գալու ոչ միայն խայտարակված, անիծված եւ բարոյալքված, այլ նաեւ սննկացած, որտեւ սա ինչ ամեն ինչ ինքը դիզել է այս տարիների ընթացքում, հիմա նա ստիպված է ծախսել անբարոյական տեր առնելու համար։ Իմիջայլոց Արմինե խոսքդ խնդրում եմ չմոռանաս, կճանի օրինակն ես բերում, բայց իրականում բոլոր քիչ թե շատ փող ունեցող բոլոր գործարարներին է սա վերաբերում, նրանք ովքեր մտածում էր որ հեսա Նիկոլի հետ գործ կբռնենք ու մեր լավ կպահենք մեր եղածը, չկա այդպիսի բան, բոլորից վերջում է մի բացառություն կա, Սամվել Ալեքսանյան։ Կա։ Էլի կա։ Իհարկե կա, որովհետև բիզնեսը միշտ դա դասական օրենք է բիզնեսի եւ տնտեսագիտության, որ բիզնեսը միշտ առանց բացառությունների այս կամ այն ձևով համագործակցում է իշխանության հետ։ Ուզում է թե չի ուզում, ուստեղ ծախվելու թեմա չի, այլ որովհետեւ խոշոր բիզնեսները միշտ կապված են նախ պետական ատյանների հետ։ Միշտ
որտեղ նրանք համատեղ ծրագրեր են անում, նրանք չեն կարող դա չանել, որովհետև եկամուտը դա առաջնային է։ Եվ երբ որ իշխանափոխություն կլինի, նրանք նույն եռանդով, նույն բանով կհամագործակցեն։ Սա նշանակում է արդարացված է։ Դա ռացիոնալ է, այստեղ հասկանում եք, փողը արդարություն չի ճանաչում, փողը բարոյականություն չի ճանաչում, փողը հայրենիք չի ճանաչում, փողը ապրում է լրիվ ուրիշ Իզմիրենիայում ու ենթարկվում է լրիվ ուրիշ օրենքների։ Բայց իրենք հասկանում են, չէ՞, այդ փողը, որ այստեղ այս տարածքում աշխատում է, այդ տարածքը ինքը տալիս է, այդ փողն ու բիզնեսն էլ հետնա գնում։ Հետո եկել է այս մյուս բանը տալու, էդ էլ գնալու։ Ուրիշ տեղից կոմպենսացվելու է դա ուրիշ տեղից կոմպենսացվելու է։ Միտքս Կճարանի մասին է իր խոսում, ես խոսքը բիզնեսի մասին եմ ուզում ավարտեմ միտքս։ Այսինքն կգա մյուս իշխանություն, նույն ձևի բան կանեն։ Կներկառուցվեն նոր իշխանությունների դրամաբանության մեջ բացառություն են կազմելու մարդիկ, որոնք իրանց պահել են առավել այլանդակ ձևով, ասենք օրինակ Գրզոն, որտեվ եթե նա լիներ պրոստը բիզնեսմեն, որը իշխանության հետ միասին ինչ-որ ծրագրեր անում, էլ իր փողը էլ ավելի եռապատկում, տասնապատկում խնդիր չէր լինի, բայց երբ որ նա լկտիաբար ֆինանսավորում է պետական ժամանակավոր պետական այրերի այլանդակությունները, երբ որ նա իրան թույլ է տալիս դաժե ինչ ասեմ, բռի ձևով ասեմ, դաժե չգիտեմ այդ ձևը ոնց որակում լրագրողն ասում է քեզով է թույլ տվել լրագրողությամբ զբաղվել, այսինքն տեղյակ չի, որ լրագրողությամբ զբաղվելը թույլատրելով չի ու Գրզոն չի, ով պետք է թույլատրի կամ չթույլատրի։ Այն նմանատիպ գործարարները, այդ Նալբանդյանը ինչ է այդ որ ինձ էլ դատի է տվել։ Այ ինքը իրանք իրոք կրելու են պատիժները զուտ, ինչ պատճառով Նալբանդյանը խնդիր է ունենալու հիմնավորի իր գոյացած գույքը, կստացի գավարա այն օրենքով, որով Նիկոլենք են ընդունել, այդ ապօրինի հարստացման օրենքով մարդկանց առնվազն հարցեր են առաջանալու, այդ հարցերի պատասխանները գրեթե վստահ եմ նրանք չեն ունենալու։ Այսինքն իսկ այն բիզնեսմենները, որոնք եղել են, կան ու դեռ կլինեն, նրանք միշտ համագործակցել են բոլոր իշխանությունների հետ, նրանք համագործակցում են այդ թվում նաև այս իշխանությունների հետ եւ նրանք համագործակցել են մյուս իշխանությունների հետ։ Սա նորմալ է, հիմա վերադառնանք Կճոյանին, միտքս ինչ էր, որ Կճոյանը այս պատմությունից, ես չգիտեմ ինքը կարող է հույս ունի, որ կդառնալու է կաթողիկոս, ես չգիտեմ իրան Նիկոլը ինչ է խոստացել, բացի նրանից, որ խոստացել է չես դատվի, չես նստի, քրեական գործը կդադարվի, թե էլ ավելի, որովհետև հասկանում եք, չէ, որ Նիկոլի սրտի կաթողիկոս ինչ որ մեկը պետք է նշանակվի։ Հիմա այդ մեկը ով է, կարող է Կճոյանը մտածում է ինքն է լինելու այդ մարդը, չգիտեմ, բայց ինքես պատմությունից դուրս է գալու, այդ թվում նաև սնանկ, այս էր ասածս։ Շատ լավ, գերիների հարցը, հա, դուք կարծում եք, որ իր Նիկոլին հաջողում է կամաց կարողանում է այս կամ այն եկեղեցին գրավել, թե կազմաքանդել, թե իր կողք տանել, ինչ է։ Չի կարող չհաջողվի մի պարզ պատճառով ու ըստեղ Նիկոլի հանճարի մասին չի խոսքը գնում, եկեք ճիշտ հասկանանք, հա, իրար։ Ըստեղ խոսքը գնում է նրա մասին, որ նա այս գործի վրա ուղղել է ամբողջ ռեսուրսը լիարժեք, ինչ կա, ԱՑՑ, ՊՊՑ, ես չգիտեմ ընդեղ, տարբեր, ինչքան անհաջող ծիտ ունի, բոլորին ինքը ուղղել է այդ ուղղությամբ, մարդկանց սպառնում են, մարդկանց շանտաժի են ենթարկում, մարդկանց բնական է, որ բան են անում, Խոշտանգում են, վախեցնում են, ահաբեկում են, չէ, հակառակը, փողով ոնց որ բան են անում, կաշառում են, այդ նշանակում է, որ եթե ստեղ ռեսուրսներ է դրվել ու այս կողմից համարժեք ռեսուրս չի դրվում կամ չկա այդ համարժեք ռեսուրսը, շուտ թե ոչ այդ պատմությունը կարող է տևի 10 տարի,
բայց 10 տարի հետո Նիկոլը շատ հանգիստ, ցեմ որ հասկանում եք, չէ, Նիկոլը падոշերես է։ Մարդու ճակատին ամբողջ երկրով մեկ ասում են ընկեր, Չարենց Հավանցին խնդրեցին չգաս։ Ոչ սփատը տեն ուզում տեսնեն, ոչ էլ մերսի որ քո համար քաղաքի ճամփեքը մաքրեցին, շատ շնորհակալ ենք, բայց արի դու մի երևա, որովհետև քեզ ուզող այնտեղ չկա։ Այդ նշանակում է, որ ինքը իր այդ ստիպված վերադառնալով նախորդ հարցին, հետը բանը, կստացի գավարը այդ սիստեմը Ալիևն է միշտ կիրառել, ինքը միշտ, երբ որ գնում է այսպես ժողովրդի հետ շփվելու, հաշվի առնելով, որ իրանից այլանդակ վախենում են, ինքն էլ է վախենում իր ժողովրդից, դա էլ ասեմ, այդ վախը փոխադարձեր, ինքը ավտոբուսներով իր այդ բաներին ճակերտավոր ժողովրդին բերում է, որ պետք է կամերայի առաջ դեմը չոքեն, ձեռը պաչեն, բանան, այդ մարդկանց բերում է։ Հիմա Նիկոլն նույնն է անում, այսինքն ավտոբուսներով այդ թշվառներին տանում է, որ ցույց տա, որ բանը։ Այո, դա տեղի շնորհիվ ինքը պարտադիր սիրված է, հարված է լինում։ Այսինքն մարդը падոշերես է, ու ինքը ինչ ասում է ես որպես լեգիտիմ, այդ լեգիտիմ բառը այնքան է ասել, որ դուխովի պես արդեն արժե զրկվել է։ Արդեն ոնց որ քֆուր հնչի իր բանից, առավելևս ու լեգիտիմության հարցը բավականին մեծ կասկածի տակ է, որտեղ ինքը լեգիտիմ ընտրվել է, բայց նա ոչ լեգիտիմ վարչապետ է, որովհետև նա ինչքան ուժ ունի խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, դրանով ապա լեգիտիմացնելով իր պաշտոնավարությունը եւ իր վարչապետ լինելը, որտեղ լեգիտիմ լինելը դա մենակ ընտրվելը չի, լեգիտիմ լինելը նաեւ օրենք պաշտպանելն է, անվտանգություն ապահովելն է եւ մնացած բոլոր դրանից բխող հանգամանքները։ Նա ինչ գիտեք, ուր որ օրենքի վրա սենց մատ դնեք, Փաշինյանը բան արել, ոտնահարել է, հետեւաբար լեգիտիմությունը լուրջ հարցական, այսինքն հարցականի տակ չի միանշանակ ոչ լեգիտիմ է։ Մի խոսքով, ասում եմ ես ասում եմ լեգիտիմ ընտրված եմ ու իրավունք ունեմ ու ուզում եմ գնամ։ Իմ համար մեկ է, թքած ունեմ, ուզում եք ինձ թե չեք ուզում։ Ես վիզեմ դրե, որ ես պետք է պղծեմ ես եկեղեցին, ես կգնամ ու կպղծեմ։ Ու նկատել եք, քանի անգամ նա շեշտում, որ ես քրիստոնյա եմ, ես քրիստոնյան մինչև ես եկեղեցու իրադարձությունները ոչ մի անգամ չի մասնակցել պատարակների, ոչ մի անգամ չի գնացել ոչ մի եկեղեցական տոնի կամ արարողության, նա ոչ մի լինելով քրիստոնյա կամ ոչ միայն քրիստոնյա, այլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ նա չէր կարող չիմանալ, որ նման վարքագիծը վեհափառի նկատմամբ, չեմ ասում անհարգալից վերաբերմունք, չեմ ասում այդ հեգնանքով ինչ որ հորինածին անուն ազգանուն բանանելով նրան կպցնելով, հա, չեմ ասում, որ եկեղեցու կազմակերպումը, այսինքն այդ ամեն ինչը հայ առաքելական եկեղեցու հետևորդը չէր կարող չիմանալ, որ դա անընդունելի է եւ չի կարելի։ Եթե դու գիտես, որ դա անընդունելի է ու չի կարելի եւ դու դա անում ես, այդ նշանակում է, որ դու ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդ չես, այլ նաեւ դու հայ առաքելական եկեղեցու թշնամին ես։ Շատ պարզ տրամաբանություն է։